Բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, նոր վերադարձա Պրագայից ու ասեմ, որ ֆանտաստիկ քաղաք էր, հեքիաթային, հրաշալի, միստիկ, միջավայրով Սպոնտան նորություններն էր։ Անպայման խորհուրդ եմ տալիս յուրաքանչյուրի լավ ճանապարհորդել, հետո այնպիսի վայրեր ընտրել, որտեղ որ իսկապես նախ մշակույթով կլծվեք, հետո պատմելու բաներ կունենաք, պարտադիր չէ մոնումենտալ արձանների մոտ նկարվել ու չեքին լինել, ասելով որ ես հայտնվել եմ այդտեղ, ոչ, լոկալների հետ շփվելով եւ այդ քաղաքին իսկապես ծանոթանալով հասկանում ես, որ դու օրինակ այս դեպքում եղել ես Պրագայում կամ ընդհանրապես։ Բայց այսօր փետրվարի 10-ը օրը 3-շաբթի մենք Երևանում ենք, աշխատանքային շաբաթը դեռ նոր է ընթացք ստացել Անահիտ, ինչպիսի նորություններ կան Երևանում։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ։ Ես եւս այստեղ եմ, Արման, ուրախ եմ քեզ հյուրընկալել Պրահայից։ Պատկերացնում եք, ինձ թվում է Արմանը հենց այնտեղից, այս բան ես մենակ նստած եմ, հենց միացավ, այսպես հայտնվեց այստեղ թարմ նորություններով։ Կիսվելու շատ ուրախ եմ եւ թող իսկապես ամեն հնարավորություն մեզ համար լինի բաց, որպեսզի բացահայտենք, տեսնենք եւ այո, նորովի ընկալենք այս գեղեցիկ աշխարհը։ Մենք խոստանում ենք այսպիսի հետաքրքիր զարգացումներով եթեր, բազմաբովանդակ եթեր իհարկե, շաբաթը նոր է ընթացք առել, իսկ Բարի լույսի հետ հաստատ չեք ձանձրանա, որովհետև ինֆորմատիվ եթերների պակաս մենք երբեք չենք ունենում, զրույցները լինելու են մեկը մեկից հետաքրքիր, ուսուցողական, զարգացնող, ինչու ոչ նաև զարմացնող։ Դրա մասին ենք մենք ընդհանրապես։ Բայց զարմացնում է նաև եղանակը վերջերս։ Դե հա, գեղեցիկ ձմեռ է եւ այդպես գեղեցիկ տրամաբանական ավարտ է ունենում փաստորեն ձմեռը, աշուն հիշեցնող փետրվար է եւ շարունակվում է դա։ Առաջիկա օրերին մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, այս բուն ձմռանը գիշերային ժամերին քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրև, իսկ առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։ Մարզերում եւս սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի եւ ձյան տեսքով, իսկ օդի ջերմաստիճանը կնվազի 3-ից 5 աստիճանով։ Արմանի դեպի ինչպիսին էր եղանակը Պրահայում։ +5 աստիճան տաք էր, մատերը զգում էիր, ականջները չէր սառում, այսինքն շատ հարմարավետ եղանակ էր փողոցում զբոսնելու համար, չկար տեղումներ, բայց Երևանն էլ չի զիջում դրան։ Մի փոքր ցուրտ է Երևանում, բայց Երևանյան գարունը չի հասնի ոչ մի բան։ Ես համաձայն եմ Երևանյան առհասարակ ցանկացած եղանակ, ասա որ յուրովի է գեղեցիկ եւ յուրովի է մեր մաշկի համար լավ։ Այո, միանշանակ։ Առաջիկա օրերին սիրելի հեռուստադիտողներ հաստատ առանց անձրևանոց պետք չէ տանից դուրս գալ, դա ամեն դեպքում զգուշացնում ենք, որովհետև հնարավոր է օրվա ընթացքում փոքրիկ անձրևներ տեղան եւ փչացնեն ձեր մեյքափը, ձեր սաներվածքը, այնպես որ հաստատ ունեցեք անձրևանոց, եթե ոտքով եք տեղաշարժվելու։ Եղանակի մասին էլ տեղեկացանք, իսկ հիմա արի շարունակենք մեր եթերը, այս բան ներկայացնենք մեր գործընկերոջ, որովհետև հրաշալի գործընկեր ունենք։ Գնացիր եկա շատ հրաշալի գործընկեր։ Ես ասեմ ավելին, ես համտեսեցի եւ այդպեսի գեղեցիկ նրանք ինձ ճանապարհեցին, իսկ նրանք Dragon Garden-ն են, ընտանեկան ռեստորան, որտեղ համեղ սուշին ու չինական անկրկնելի խոհանոցը կարող է լինել ավելի մոտ, քան պատկերացնում եք։ Անհրաժեշտ է միայն զանգահարել 81 71 կարճ հեռախոսահամարով եւ միանալ առաքման բաժին։ Արագ առաքում հայախոս կոկիկ առաքիչներ, ովքեր միշտ ունեն մանրադրամ։ Այո, եւ ի դեպ առաքումը գործում է ամբողջ Հայաստանի տարածքում։ Dragon Garden-ի առաքման հեռախոսահամարն է 81 71, կարճ հեռախոսահամար, բայց արագ առաքվում, ներողություն։ Եվ այսպես, օրը դրական մտքերով եւ բարձր տրամադրությամբ սկսելու համար ես առաջարկում եմ ինձ ունենալ քո կողքին։ Դա արդեն ունեմ, հասկանում ես, դա արդեն ունեմ, բայց կին եմ ես, ախր, ոչինչ բավարար չի, ոչինչ հերիք չի, էլի է պետք այդ բարձր տրամադրությունը, ես գիտեմ ինչեր է ասում։
Հարմացանք, այ հիմա իսկապես արժի պատմել օրվա թեմաների մասին։ Անահիտը խոստացավ, որ շատ բազմաբովանդակ եթեր եւ տարբեր թեմաներ ենք առանձնացրել այսօր։ Նախ մեր հյուրերի հետ կզրուցենք Կոստանդզարյանի 141-րդ տարեդարձին նվիրված միջոցառման եւ Արարատյան մարտ բացառիկ ցուցահանդեսի պաշտոնական բացման մասին, որը կգործի մինչեւ փետրվարի 16-ը։ Հետո կպատմենք փետրվարի 14-ին եւ 15-ին կայանալիք Կարդալ լով գրքի եւ կրթության փառատոնի մասին, որի շրջանակներում տեղի կունենան մի շարք միջոցառումներ ու հանդիպումներ եւ այս ամենի մասին իհարկե առավել մանրամասն կզրուցենք մեր հյուրերի հետ։ Նաեւ տաղավարում կհյուրընկալենք Արարատ 73 սպորտային դրամայի պրոդյուսեր Վալերի Սահարյանին եւ նրա հետ կզրուցենք այն հսկայական աշխատանքի մասին, որը մնացել է կադրից դուրս, վստահ եմ հետաքրքիր պատմություններ կան։ Այս ամենի ընթացքում նաև մեր մշտական էջերը կհասցնենք թերթել, ծանոթանալով այս շաբաթվա սպասող մշակութային հետաքրքիր միջոցառումներին եւ միանշանակ օրվա մեկնարկից կսկսենք, որն էլ հենց բաղադրատոմսն է։ Իհարկե եւ Սատն էլ խոհանոցում ինչպես միշտ հետաքրքիր եւ համեղ բաղադրատոմս մեզ կներկայացնի, դրա պակասը մենք երբևէ չենք ունենում, բայց մինչ այդ իհարկե ներկայացնենք մեր գործընկերոջը, հետո արդեն անցում կատարենք դեպի խոհանոց։ Այո, ես վստահ եմ, որ մեր հավատարիմ հեռուստադիտողներն արդեն մեզ հետ կարող են սինխրոն նաև վարել եթերը, որպես այդպեսին Լուսամաթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է ինչ առաջատար է նաև Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր այն անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավինագետների բազմազան տեսականին եւ միանգամից սիրվել սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավինագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքանոսից։ Հավինագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք եւ հարմար սնունդ է սպորտող զբաղողների կամ պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքն առաջարկում է հավինագետների տարբեր համային տեսականի՝ դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկների դասական տարբերակը։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է եւ նուրբ, իսկ արտաքին շերտը պատված խրթխրթան մաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավինագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավինագետները կարելի է դարձնել եւ հիմնական, եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում եւ ընկերական հանդիպումները դարձնում է ել ավելի հետաքրքիր եւ ժամանցային։ Այ հիմա հանգիստ կարող ենք տեղափոխվել խոհանոց, ամեն բան ասված է, լսենք քեզ Սատ, բարի առավոտ, ինչ կներկայացնես մեզ այսօր։ Բարի առավոտ, իմ շատ սիրելի գործընկերներ, բարի վերադարձ Արման ջան, մենք կհասնենք իհարկե գովազդից ժամանակ եթերից հետո զրուցել եւ այդ ընթացքում կպատրաստեմ համեղություններ, որոնք դուք սիրում եք։ Ինչու եմ ասում դուք սիրում եք, շերտավոր խմորը գլխավոր բաղադրիչն է։ Իհարկե կան այնտեղ բաղադրիչներ, որոնցով հավելելու եմ այսօրվա համեղագույն բաղադրատոմսը։ Շերտավոր խմոր իրականում ես չեմ պատրաստել, խանութից գնված է, բայց գիտեմ, որ տնային տնտեսուհիներ կան, որոնք պատրաստում են տանը, սառցեխցիկում պահում են, այնուհետև բարձրացնում են սառնարանում, մի փոքր հալվում է եւ աշխատում են ինձ հետ զուգահեռ։ Շնորհակալ եմ, մենք ձեզ շատ սիրում ենք։ Բացի շերտավոր խմորից մեզ հարկավոր է շատ պարզ բաղադրիչներ՝ բանան, ձու, որպեսզի կարմիրաթշիկ դարձնի, հարկավոր է ալյուր, որ կարողանամ այս իմ մեծ սեղանի վրա խմորը բաց անել, շոկոլադ, շոկոլադի սալիկ, ընտրում եք կաթնայինը, դառը շոկոլադը, ինքներդ կարող եք որոշել եւ հալեցված շոկոլադ, այսինքն երկուսի հետ էլ ես աշխատելու եմ, բայց պատրաստելուց հետո մեզ հարկավոր է շաքարի փոշի, այն էլ Մարանիկի կողմից առաջարկված, որը զիպ փականով է, փակում եք, դնում եք մի կողմ, բացում եք, լցնում եք ափսեի մեջ, օգտագործում եք այնքան որքան հարկավոր է, ինչպես նշեցի, փակում եք, դնում եք մի կողմ։ Դե արդեն ինձ թվում է հասկանալի է, որ հենց այս պահին կներկայացնեմ Մարանիկի տեսականին, հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը, սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն, Մարանիկ ապրանքանիշ, կատարելության ճանապարհին կարևորում է ամեն մանրուք, բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը, որակի խիստ վերահսկողություն, դե իհարկե արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի, քիմքին հաճելի, յուրահատուկ համերով, ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Այս պահին ինձ մնում է հագնել ձեռնոցը, բաղադրիչներն արդեն թվարկված են եւ իհարկե իմ ձեռքի տակ կար քունջուտ,
եթե կա շերտավոր խմոր ձու, վերջում ավելացնելու եմ քունջուտ։ Երկու տեսակի եմ պատրաստելու, մեկը բանանով է լինելու, մեկը այս սրտիկն եմ օգտագործելու, մի խոսքով շատ գեղեցիկ պատառներ են մեզ սպասվում շերտավոր խմորով, այնպես որ հետևում եք, մնում եք մեզ հետ, պատրաստման ընթացքն եք տեսնում, հագեցնող է լինելու, առավոտյան եմ առաջարկում շերտավոր խմորը, որովհետև այո, մի քիչ շատ են կալորիաները, բայց կարելի է թույլ տալ ամեն ինչ չափի մեջ։ Խոսքը փոխանցեմ Անահիտին, Արմանին, թող նրանք շարունակեն, ինչպես նշեցի, հագնում եմ ձեռնոցս, վերցնում եմ գռտնակը, անցնում աշխատանքի, մեկ անգամ եւս ասելով բարի լույս եւ արդեն կարծես թե գարնաշունչը գալիս է կամած բոլորիս տները։ Անձրևում է, տաք է արդեն, ծառույց չկա ասֆալտին, շատ հաճելի է։ Խոսքը դերն է, համեցեք։ Շնորհակալություն սա։ Շնորհակալ ենք։ Դե լավ նախաճաշ է իհարկե սպասվում, համեղ եւ թեթև։ Ցրիկ։ Այնպես որ մենք էլ թեթև ընդմիջենք կարճատև գովազդով եւ վերադառնանք։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչպես խոստացել էինք, այո, մշակութային հետաքրքիր զրույցներ է սպասվում այսօր ողջ առավոտ, այնպես որ մնացեք մեզ հետ, իմանալով, որ փետրվարի 8-ին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում Կողբ հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ Կոստան Զարյանի 141-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը եւ Արարատյան մարդը բացառիկ ցուցահանդեսի պաշտոնական բացումը։ Այն նպատակ ունի նորովի ներկայացնել Զարյանի բազմաշերտ ժառանգությունը որպես գրող, մտածող, մշակութային գործիչ, հանրային մտավորական եւ կայացած միջոցառման ու ցուցահանդեսի մասին կզրուցենք այս պահին մեր հյուրերի հետ։ Իսկ ես սիրով ներկայացնեմ տաղավարում այն Կողբ հիմնադրամի մշակութային նախագծերի պատասխանատու Սոնա Վերդյանը, բարի առավոտ։ Բարի լույս։ Եվ ցուցադրության համադրող Սարգիս Հովհաննիսյանը, բարի լույս։ Բարի առավոտ։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար, շնորհակալ ենք, որ առավոտը հենց մեզ հետ սկսեցիք։ Մեծ սիրով մեզ համար կարևոր է, որպեսզի ունենանք գործընկերներ, ովքեր մշակույթի տարբեր դրսևորումների կողքին կանգնում են եւ հանրությանը տալիս են հնարավորություն։ Մենք առաջամարտիկներ ենք։ Սիրով իսկապես։ Եվ իհարկե շատ հրաշալի միջոցառում եք կազմակերպել, իրականացրել արդեն, որը միավորում է կերպարվեստը, գրականությունը եւ երաժշտությունը։ Բազմաբովանդակ է լինելու փաստորեն այսօրվա մեր զրույցը եւ երևի թե սկսենք հենց գաղափարից, ինչպես առաջացավ հենց գաղափարը այսպիսի միջոցառում ստեղծելու։ Նախորդ տարի 141-ի շրջանակներում դարձյալ փորձեցինք Կոստան Զարանին ներկայացնել բազմերանք, հաշվի առնելով իր ստեղծագործական գործունեության եւ իր բովանդակության անսահմանությունը եւ բացի դա նաեւ ներկայացնել իրեն ոչ թե միայն գրական անկյունից, այլ նաև ցույց տալ այն բոլոր հարթակները, որտեղ նա համագործակցություններ է ունեցել, որտեղ նա դրսևորվել է, որտեղ իր կարծիքը զարգացման աճի հնարավորություններ է տվել եւ այս տարի հաշվի առնելով, որ ինքներս մեզ համար արեցինք բացահայտում, քանի որ տեղյակ չէինք, որ Կոստան Զարյանը նկարում է, համարեցինք, որ վիզուալ արվեստային արվեստն է, որը առավել կհեշտացնի ճանապարհը դեպի Կոստան Զարյան եւ ներկայացինք բացի այն, որ ուզում էինք ներկայացնել իր ստեղծագործությունները, հասկացանք նաև, որ հանրության համար սա կլինի ավելի հեշտ եւ ավելի ցանկալի ճանապարհ դեպի Կոստան Զարյանը գնալու, քանի որ Կոստան Զարյանի գրականությունը բարդ է, հարուստ է, բայց Կոստան Զարյանին ընկալելու համար պիտի երկար ճանապարհ անցնես, որպեսզի այն ամբողջ ներաշխարհ, այն ամբողջ փիլիսոփայություն, այն ամբողջ արվեստագիտությունը, որի գրողն է նա, կարողանաս ընկալել եւ ինչ որ մի պատառիկ վերցնել քեզ համար։ Այո։ Պարոն Հովհաննիսյան, հետաքրքիր է որպես համադրող այս ցուցադրությանը, որն է նպատակը, ինչպես եք կարողացել այնպես համադրել, որ այսօր մեր հանրությունը ավելի լավ ճանաչի Կոստան Զարյան մեծ մտավորականին, ինչպես բացահայտել նաև նրան որպես նկարիչ այս դեպքում։ Տեսեք, իրականում բարդ էր այնքանով, որովհետև դու գործ ունես մի մեծ մտածողի հետ, ով թողել է մեծ ժառանգություն, թերևս, որը դեռ բացահայտման բազմաթիվ եւ բազմաշերտ հնարավորություն է թողնում մեզ, նաեւ խորհելու, մտածելու եւ այս առումով պետք է ասեմ, որ փորձեցի ցուցադրությունը
համադրել ոչ կենտրոնական ցուցադրություն ստանալ եւ ցուցադրությունը սկսվում է հենց դրսից Մկրտիչ Մարզմանյանի քանդակով եւ այնուհետեւ ներսում բաժանված 4 մասից, որովհետեւ հենց Կոստան Զարյանի այն ստեղծագործական ժառանգությանը մոտ փորձեցի համադրել ցուցադրությունը, այսինքն բազմաշերտ մտածողությանը եւ մենք ունենք բազմատեսակ արվեստի գործեր եւ արվեստի մտածողներ, որոնք իրականում սնվել են նաեւ այսօր սերունդները սնվում են հենց Կոստան Զարյանի թողած ժառանգությամբ եւ առաջի հատվածում մենք ներկայացնում ենք հենց իրեն Կոստան Զարյանին։ Այսինքն նաև մի կողմից կարող եմ ասել, որ հենց Կոստան Զարյանն է իրեն ներկայացնում իր վիզուալ արվեստի գործերով, ինչպես նաև լուսանկարների փակցված ցուցասրահի մեջ, որտեղ պարփակված ներկայացնում է հենց Կոստան Զարյանի իր կյանքը եւ գործունեությունը, նաև համառոտ ունենք կենսագրական հատվածը, որպեսզի նաև հանդիսականը ծանոթանա, այնուհետև ցուցադրության մեջ ներկայացված են արվեստագետներ, ովքեր անդրադարձ են կատարել Կոստան Զարյանին, բացահայտել հենց դիմանկարների տեսքով, որտեղ սկսվում է առաջին աշխատանքներից որպես գեղարվեստական եւ կերպարվեստի ժանր իր դուստր Նվարդ Զարյանի աշխատանքները, որը իդեպ նաև համագործակցության արդյունք էր ազգային պատկերասրահի հետ եւ անուհետեւ այն դիմանկարների շարքը, նույն Մինաս Ավետիսյան, Սարյանի աշխատանքը եւ այստեղ էլ նաև կարևոր համագործակցություններ հենց Կոստան Զարյանի, Ժառանգի Արազարյանի հետ, այնուհետեւ հետաքրքիր որ նույն ցուցադրության մեջ նաև մենք ցուցադրում ենք մեդիա արվեստի միջոցով, այսինքն ինքը այն ֆիլմաշարը, որը նկարահանվել է հենց Կոփ հիմնադրամի կողմից 10 մասից բաղկացած, ամբողջությամբ 10 մասից բաղկացած ֆիլմաշարն է ներկայացվում եւ ուզում եմ նաեւ այստեղ որպես ամփոփիչ կարող եմ ասել, որ մենք ունեցանք միջդիսցիպլինար տարածք, այսինքն տարածքը մենք փոխեց իր նաև կոնցեպտը, միջավայրը, այսինքն նաև մենք միջավայր բերեցինք եւ հաղորդեցինք տարածքին եւ այստեղ արվեստի գործերը նաև մի կողմից էլ նաև երկխոսություն է հենց այն արվեստագետների հետ, ովքեր անդրադարձել են Կոստան Զարյանին, նույն ինքը Կոստան Զարյանն հետ նաև աշխատել իր երկրորդ կինը Բրուքսը, որտեղ ներկայացված են նաև իր աշխատանքները, նկարազարդումները։ Այս ամենը իհարկե Արարատյան մարդը խորագրի ներքո յուրաքանչյուր այս դրսևորում ցուցադրության, հետաքրքիր է ինչ խորհուրդ ունի այս անվանումը։ Մենք գիտենք, դուք կարող եք բացել փակագծեր։ Կոստան Զարյանի համար գոյություն են ունեցել մարդկային կերպարներ, տեսակներ, միջերկրականցիներ եւ դրանց գլխավորը եղել է Արարատյան մարդը եւ այս անդրադարձը խորհրդանշական է նաեւ մեր ներկայիս զգացողությունների, ապրումների, հասարակական, քաղաքական բոլոր տեսակի դրսևորումների համար ինքնագիտակցման երևի թե ամենաազդեցիկ միջոցներից մեկն է եւ կարծում եմ, որ տարբեր ժամանակներում երբ փորձել են անդրադառնալ անհատները, որովհետեւ հասարակությունը կամ պետությունը, կարգերը նախորդ, նկատի ունեմ խորհրդային տարիները, երբևէ թույլ չեն տվել Կոստան Զարյանին լինելու գրական արվեստային մշակութային միջավայրում դոմինանտ դերում։ Ինքը միշտ գիտակցվել է նրա մեծությունը, բայց երբևէ չի ընկալվել եւ չի ընդունվել, հաշվի առնելով իր ազատության արևմտյան ընկալումը, իր պրոֆեսիոնալիզմի այն բարձր գագաթնակետը, որի համար մեզ դեռևս շատ պետք էր աշխատել, որպեսզի ունենայինք այդ որակները։ Եվ կարծում եմ, որ այդ խորագիրը տալիս է այդ եւ մտերմության, եւ ուսումնասիրության, եւ դեպի Կոստանը գնալու ավելի ջերմ հնարավորություն։ Եվ իհարկե ջերմ հնարավորության համար նաև մթնոլորտն էր այդպեսին կառուցված, միջոցառման ընթացքում Հովեր երգչախումբն է ունեցել իր մասնակցությունը եւ նաև Տիգրան Մասուրյանի ստեղծագործությունն է հնչեցվել եւ մի փոքր այո այս կոնցեպտի մասին։ Մեծ սիրով, որովհետեւ գիտեք Կոստան Զարյանը մեզ համար հասանելի է դարձել
իրապես հասանելի է դարձել, որտեղ բնականաբար բոլորս դպրոցում անցել ենք, գիտենք ով է Կոստանդզարյանը, բայց ընդամենը։ Բայց իր անհատը, իր բովանդակությունը, իր մոլորակ տեսակը, այսպես ասած, մեզ հասանելի է դարձել Տիգրան Մանսուրյանի շնորհիվ, եւ առհասարակ իր հետ ցանկացած զրույց բերում է նոր բացահայտման, նոր գիտելիքի, նոր ձգտումի ու նոր երջանկության։ Այդպիսի երջանկություններից մեկն էր նաեւ Կոստանդզարյանի հետ ծանոթությունը Տիգրան Մանսուրյանի միջոցով եւ հենց նա եղավ շարժառիթը, որպեսզի ունենանք Կոստանդզարյան նախագիծ, անդրադառնանք Կոստանդզարյանին եւ լրացնենք այն բացը, որը տարիներ շարունակ գոյացել էր մեր հասարակության եւ մեր մեջ։ Եվ քանի որ պարոն Մանսուրյանը այն բացառիկ գիտակներից է, որին պետք չէր ուղղորդել դեպի Կոստանդզարյանը, ավելին նա անմիջական կապ շփում է ունեցել Կոստանդզարյանի հետ, իր ստեղծագործություն, իր երկեհոնային ստեղծագործության կոնցերտի առաջին գնահատողներից մեկը հենց Կոստանդզարյանն է եղել, բարձր է գնահատել եւ այսպես ասած մոտ է թողել Տիգրան Մանսուրյանին դեպի իր անձնական տարածք, որովհետեւ ինչպես գիտեք իրեն հաճախ ասում են միայնակը, չէ, գրականության միայնակը։ Նախ պետք է անպայման ներողություն շեշտել եւ առանձնացնել այս հատվածը, որ մենք ունեցել ենք այսպիսի Երևան։ Եվ Երևանը ինչպիսի շքեղ ինտելիգենցիա եւ արիստոկրատ մարդիկ է ունեցել, որը սովոր է, այս քաղաքը ունի իմունիտետ, ներես Երևան։ Միանշանակ, բայց ես ասեմ, որ այսօր եկան ստեղծագործ լավ անհատներ, որոնք ինչպես Կոստանդզարյանը իր ժամանակներում անտեսված էր, նույն կերպ այսօր այդ անհատները միշտ մնում են ստվերում, աշխատող եւ ստեղծագործող մարդիկ այդպիսին են։ Եվ պարոն Մանսուրյանի շնորհիվ մենք եկանք հասանք Կոստանդզարյանին, հաշվի առնելով, որ պարոն Մանսուրյանը ժամանակին Կոստանդզայանից թույլտվություն հարցնելով աշխատել էր իր պոեզիայի հետ եւ ուներ խմբերքեր, առաջին հանդիպման ժամանակ կատարեցինք այդ խմբերքերն ամբողջությամբ, իսկ այս համերգին նույն կերպ եւ դարձյալ Հովեր երգչախմբի հետ համագործակցությամբ ունեցանք այդ գեղեցկագույն համերգը, որին հնչեցին նաեւ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններից երկուսը, որոնցից մեկը գրված էր Կոստանդզարյանի բառերի հիման վրա։ Իսկ երկեհոնային տարբերակը չհնչեց։ Երկեհոնային ստեղծագործությունը հնչեցնելու համար պետք է ունենալ սրահ, որը որ ունի երկեհոն։ Քանի որ մենք ցուցասրահում էինք, չունեինք այդ հնարավորությունը։ Դե Հայաստանում նաև շատ հատուկ են սրահներ կան, որոնք հարմարեցված են երկեհոն։ Ունեն եւ նաև քաղաքային քանդակի ներկայացման մասին խոսենք։ Դա էլ մեր ամենա կարևոր, այսպես ասած, նախագծի էջերից մեկն է, որովհետև կարծում եմ, որ առհասարակ ճարտարապետությունը, քանդակները տալիս են հնարավորություն հասարակության ավելի լայն շերտերին կրթվելու, ճաշակ ձևավորելու, զարգանալու եւ երևի թե ամենակարճ ճանապարհներից մեկը նաեւ քանդակի տեղադրումը կլիներ, առավել եւս, որ նման օրինակ մեծությունը դեռևս չուներ անդրադարձ իրեն։ Կար փոքր քանդակ, որը Չակմակչյանը պատրաստել էր, բայց դա գտնվում է ժամանակակից արվեստի թանգարանում եւ իր չափը բավականին փոքր է, մեծացնելու դեպքում գուցե խնդիր ունենանք եւ չկարողանանք որպես քաղաքային քանդակ օգտագործելու եւ դրանից ելնելով դիմեցինք Մկրտիչ Մազմանյանին նախնական մոտեցումներ, որ փորձենք Չակմակչյանի աշխատանքը մեծացնել եւ քանի որ Մկրտիչ Մազմանյանը Չակմակչյանի սանն է եղել, շատ լավ կզգա ձեռագիրը եւ կհասկանա ինչպես ներկայացնի, անդրադարձանք իրեն, բայց մի քանի անգամ հանդիպելուց, խոսելուց հետո հասկացանք, որ ուզում ենք նոր Կոստանդզարյան եւ Մկրտիչ Մազմանյանի պատկերացմամբ։ Երկար ժամանակ աշխատեցինք, ունեինք հանձնաժողով, Արան Էրզարյան թոռը, Կոստանդզարյանի, Երվանդներ Տեր Խաչատրյան, որը գրականագետ է եւ մեծ աշխատանք է կատարել մեր այս ամբողջ նախագծի շրջանակներում, իր ամբողջ կուտակած գիտելիքները մեզ հետ կիսելու համար, բացի դա նաեւ իհարկե Տիգրան Մանսուրյանն էր, որ անմիջական շփում եւ ջերմ հարաբերություններ է ունեցել Կոստանդզարյանի հետ։ Այսպես գնացինք, եկանք, նայեցինք, փորձեցինք փոխել, հետո ընդունեցինք եւ արձանը գտավ իր նյութը, իր արտահայտման ձևը, իր բովանդակությունը, իր ծավալը, իր տիեզերական էներգիան, որը հուսամ, որ երբ արդեն հիմնական տեղադրման հնարավորություն ունենանք քաղաքում, միանշանակ բոլորս սնվելու ենք այդ էներգիայից եւ ճանաչելով արդեն ուսումնասիրելով Կոստանդզարյանին, ել ավելի հարուստ մտածողություն, ել ավելի արժեքավոր գիտելիքներ ենք ունենալու եւ
ճիշտ կերպ ենք կարողանալու գնահատել մեզ եւ համեմատել մյուս մշակույթների հետ։ Պարոն Հովհաննիսյան, դուք որպես նաև մասնակից եք շատ հետաքրքիր մշակութային իրադարձության, հետաքրքիր է, ըստ ձեզ ինչքանով է, ինչպես կարող է Զարյանի գաղափարախոսությունը եւ աշխարհայացքը այսօր խոսի այսօրվա հասարակության հետ հիման վրա ժամանակակից խնդիրների այդ ֆոնին։ Օրինակ մենք ունենք ժամանակակից տարբեր խնդիրներ, բայց Զարյանի գաղափարախոսությունը աշխարհայացքի դեպքում ինչքանով է համապատասխան եւ ինչպեսի լեզու կգտնի մեր նոր սերնդի հետ։ Տեսեք, ինչպես նշեցի, որ Զարյանի թողած մեծ ժառանգության հետ առնչվել են եւ սնվել են բազմաթիվ սերունդներ, պետք է ասեմ, որ այն մեծ ժառանգությունը, որ մենք ունենք, իրականում առաջնահերթ մեծ հետազոտման խնդիր ունի եւ կարծում եմ Զարյանը միշտ լինելու է ժամանակակից իր մտածողությամբ, որովհետև նույն Զարյանի մոտ մենք տեսնում ենք եւ ազգային եւ համամարտկային արժեքները իր ստեղծագործություններում, այսինքն ինքը կարող ենք ասել, որ մեր այն բացառիկ գրող մտածող արվեստագետներից է, ով խոսում է եւ ժամանակակից եւ համամարտկային արժեքներից, ինչպես նաեւ հիմքում լինելով ազգայինը մի կողմից քողարկված, որովհետեւ այն դեռ բացահայտելու կարիք ունենք եւ կարծում եմ, որ երկարատև պետք է աշխատանք տարվի այս ուղղությամբ եւ հիմնականում իր ստեղծագործություններին կամ մոտենալու պարագայում մենք պետք է ունենանք մշակված կոնցեպտներ, այսինքն մոտենալ ոչ միայն վիզուալիզացնել այն, ինչ ինքը թողել է, այլ վիզուալիզացնել հենց այն կոնտեքստները եւ հենց այն մտածողությունը, ինչ թողել է Զարյանը, կարծում եմ։ Եվ այս պարագայում իհարկե այստեղ նաև շատ կարևոր է եւս շեշտել, որ պետք է ունենալ կրթական նախագծեր եւ այս օրինակ նախագծի մեջ մենք ունենալու ենք տարբեր հանդիպումներ եւ փակմանը ես ինքս նաեւ լինոփորագրության աշխատանք եմ անցկացնելու երեխաների հետ եւ այդ աշխատարանի միջոցով նաեւ մենք կկարողանանք ավելի մոտ բերել Զարյանի արվեստին, ավելի այո, նոր սերունդին, որովհետեւ նաեւ նույն ինքը հետաքրքիր է, որ Զարյանը բացի նրանից, որ վիզուալ արվեստի մեջ ասացինք, որ ինքը նկարել է, նաեւ հետաքրքիր է, որ ինքը ունեցել է նաև լինոփորագրություն, որը իրենից նաև ենթադրում է հատկապես հաստոցային գրաֆիկան, լաբորատոր աշխատանք եւ սա նաև ուսումնասիրության արդյունք է եւ այս իմաստով նաև իր աշխատանքներից մեկը հենց լինոփորագրության միջոցով ենք մենք նաև երեխաների հետ ստեղծելու ինտերակտիվ, այո, շփում։ Կոստան Զարյան բազմաշերտ, բազմաբովանդակ, միշտ զարմացնող։ Ես իհարկե ուրախ եմ, որ դպրոցական տարիքում ներառված է ծրագրում Կոստան Զարյանը, բայց դե այնքանով որքանով իհարկե այսպիսի նախագծերը կօգնեն եւ խորը ուսումնասիրել եւ առհասարակ Կոստան Զարյանի բազմաշերտ ժառանգությանը ստեղծագործական ավելի ծանոթանալ եւ ավելի հաղորդակից լինել նաեւ նոր սերնդի։ Շնորհակալություն մենք հայտնում ենք ձեզ հենց դրա համար եւ նաեւ հասկանալի է, որ ժառանգության ուսումնասիրության հետ կապված պլանները հեռանկարային են եւ շատ շնորհակալ եմ նախ անդրադարձի համար դրան, որովհետեւ կարծում եմ, որ այստեղ այնպիսի մեծություն է, ինչպես Սերգեյ Խաչիկողլյանն է միշտ ասում, որ այստեղ պետք է լինի մի մեծ ինստիտուտ, որը կզբաղվի Կոստան Զարյանով, որովհետեւ իսկապես մեծ է ժառանգությունը, շատ լայն սփռված մտածողություն է, դրա հետ մեկտեղ ազգային արժեքների փաղաքշանքով եւ հոգատարությամբ պահպանում, իսկապես այստեղ մեծ ծավալուն աշխատանք է պետք իրականացնել։ Մենք մեր փոքրիկ լուման փորձում ենք ներդնել իրականացնելով այս նախագիծը, ճյուղավորելով այն, որովհետև տեսեք, օրինակ այս նույն միջոցառման ժամանակ, որը էսթետիկ
հաճույքի հնարավորություն է։ Նաև ունենք կրթական անդրադարձ, ինչպես նշեց Սարգիսը, օրինակ այսօր ունենք հանդիպում Արքմենիկ Նիկողոսյանի հետ, ով կներկայացնի պոեզիայի մենությունը Կոստանդզարյանի։ Վաղ ունենք հանդիպում Արծվի Բախչինյանի հետ, ով օտարալեզու գրականությանը կանդրադառնա Կոստանդզարյանի։ Կունենանք Լևոն Չուկազյանի հետ հարցազրույց, որը կներկայացնենք հանրությանը եւ բազմաթիվ հարցազրույցներ ունենք, որոնք արդեն ներկայացրել ենք։ Բացի դա նաև ամսի 14-ին ժամը 3-ին Դարձյալի գիտության կենտրոնում ունենք հանդիպում Դավիթ Գասպարյանի հետ, որը կխոսի Չարենց եւ Կոստանդզարյան հարաբերությունների մասին։ Բոլոր կողմերից փորձում ենք ներկայացնել Կոստանդզարյանին եւ ինչպես Սարգիսը նշեց, նաեւ աշխատարան է լինելու, սա էլ արդեն ավելի փոքր սերնդի համար, դպրոցականների համար, որոնք շփման միջոցով, որովհետև երեխաների համար գլխավորը շփումն է, տագեստիկան է։ Շփման միջոցով իրենք աստիճանաբար ցանկություն կունենան արդեն ճանաչելու եւ ուսումնասիրելու Կոստանդզարյանին։ Սա իսկապես շատ հույս ունենք։ Շնորհակալ ենք նաև նախաձեռնության համար։ Կողոպ հիմնադրամը միանշանակ միշտ մշակութային այսպիսի հրաշալի նախագծերի իրականացման գործում մեծ ներդրում ունի, դա անկախտելի ճշմարտություն է, շնորհակալություն ազգապահպան, ինչու ոչ նաև մշակութապահպան գործունեության համար, շատ ու շատ հաջողություններ ձեզ։ Մենք դուք մեր հավատարիմ հյուրերն եք, սպասում ենք էլի ու էլի հետաքրքիր մշակութային իրադարձություններով մեր տաղավարում խոսելու, այնպես որ այո, լավ ընթացք եւ լավ վերադարձ հետո հետաքրքիր իրադարձություններով։ Շնորհակալ ենք ձեզ, լավ օր ենք մաղթում։ Այսպես սիրելի հեռուստադիտողներ, կարճ ջատև գովազդով ընդմիջենք, հետո վերադառնանք, մնացեք մեզ։ Բարի վերադարձ սիրելի հեռուստադիտողներ, եւ այսպես կարծում եմ, որ այս բովանդակալի զրույցից հետո արժի գնալ խոհանոց, տեսնել ինչ է այնտեղ կատարվում, այնտեղի մանրամասներին տեղեկանալ, հետո նորից վերադառնալ եւ շարունակել մեր զրույցները։ Եթե համաձայն եք, գնանք։ Ես կասեմ, մինչև գնալը, որ Սաթենիկի առաջարկած յուրաքանչյուր բաղադրատոմս էլ ավելի համեղ են դարձնում անփոխարինելի Մարանիկի համեմունքները։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը, սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն Մարանիկ ապրանքանիշը։ Իսկ ես կասեմ, որ կատարելության ճանապարհին կարևորվում է ամեն մանրոք բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը եւ որակի խիստ վերահսկումը։ Արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի եւ քիմքին հաճելի յուրահատուկ համերով։ Ոչ միայն արտադրանք, այլ նաեւ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Դե ինչ, այո, այս պահին իսկապես տեղափոխվենք խոհանոց, հասկանանք թե ինչպես է վարվել բանանի եւ շոկոլադային այդ խառնուրդի հետ մեր Սաթենիկը։ Բարի լույս հավատարիմ հեռուստադիտողներին, ովքեր հենց նոր միացան։ Խոհանոցում եմ, գործ եմ անում։ Շատ պարզ բաղադրիչներով նախաճաշ եմ առաջարկում հավատարիմ հեռուստադիտողներին։ Նախաճաշ։ Խնդրում եմ, այս իմ առաջարկածը առավոտյան կուտեք, որովհետև հագեցնող է եւ շերտավոր խմորով է։ Վստահ եմ, այնինչ պատրաստվում է այստեղ սիրով է պատրաստվում եւ երեխաներին հատկապես շատ դուր կգա։ Ինչ է հարկավոր։ 3 պարզ բաղադրիչ, շերտավոր խմոր, բանան, շոկոլադ հալեցված։ Իմ ձեռքի տակ կա բանանը, որը արդեն ես բաց եմ արել, այստեղից դանակով աշխատանք է պետք տանել, փորելու ենք, որպեսզի մեջը լցնենք շոկոլադը։ Իդեպ ես նույնիսկ շոքե խաշում եմ, այսինքն դրել եմ եռացրած ջրի մեջ, որպեսզի բավականին հալվի, վերջում որպես դարդարանք օգտագործելու եմ։ Հիմա ես կփորեմ եւ իհարկե ինչպես նշեցի, պարզ բաղադրիչների աշխատանքը արդեն իրար վրա կշարեմ, կշարունակեմ։ Մի քիչ աշխատատար է, կարող եք նույնիսկ երեխաների հետ պատրաստել, նուրբ աշխատանք է հարկավոր։ Միջուկ բանանի։ Մի կողմ եմ դնում եւ անցնում աշխատանքի։ Իրականում դանակով եմ ուզում լցնել, ոչ թե գթալով, քանի որ այն գետը, որով պետք է անցնի շոկոլադը, նեղ է։ Ահա, լցնում եմ եւ արդեն շերտավոր խմորը բաց եմ արել եւ փաթաթելու ենք։ Իհարկե, դուք կարող եք հատապտուղ օգտագործել, թող լինի ազնվամորի, կարող է հապալաս լինել, կարող եք ձևավորել կամ ինչպես ես եմ մատուցում, պարզապես շոկոլադով դնեմ այստեղ, որպեսզի ավելի հեշտ լինի ինձ ձեռքս մաքրեմ աշխատանքի համար հանկարծ շերտավոր խմորը
շոկոլադապատ չանեմ, շոկոլադա ներսում պետք է լինի։ Մեր տրամադրությունը բարձրացնելու է սերոտոնինը հատկապես, դրա համար ասում եմ առավոտյան կուտեք, որ ել ավելի բարձր տրամադրությամբ սկսեք ձեր օրը։ Այ այսպես, կարող եմ ասել, որ բանանը շատ հաճախ անարդարորեն, այո, վախենալու մթերք են համարում, բայց իրականում հարուստ է կալիումով, լավ է սրտի նյարդային համակարգի համար, օգնում է հոգնածության ժամանակ բնական քաղցրություն ունի, ինչը թույլ է տալիս մի քիչ շաքարը քիչ օգտագործել։ Առավոտյան իհարկե էներգիայի աղբյուր է, իդեալական, հատկապես երեխաներին, ինչպես նշեցի, ակտիվ մարդկանց համար։ Շոկոլադի մածուկը հաճույքով, բայց չափի մեջ դա էլ նշեցի։ Այո, սա արդեն հաճույքի մի մասն է, բայց ճիշտ մոտեցմամբ 1-2 թեյի գթալը խնդիր չէ, հատկապես եթե համադրում եք, օրինակ, ինչպես ես բանանի հետ, եւ չեք ուտում ուշ երեկոյան։ Սննդաբանորեն կարող եմ ասել, որ կարևոր կանոն կա, այսպես փաթաթեմ, եւ շարունակեմ, որ ոչ թե արգելել, այլ վերահսկել չափաբաժինը։ Շերտավոր խմորը երբեմն կարելի է իհարկե համեղ տարբերակներով օգտագործել։ Ես մյուս տարբերակն էլ վերցնում եմ, իհարկե արդեն 3 հատը արել եմ, վրան ձու են քսելու, ամենավերջում, երբ որ արդեն պատրաստվի, շոկոլադի վրա փոշին եմ անելու։ Հիմա սա այդտեղ կարող եմ դնել։ Ես իհարկե դեռ պետք է մի փոքրիկ խմորել օգտագործեմ, որ վրան ավելացնեմ, փաթաթեմ։ Մյուսը, ինչ եմ արել։ Այսպես սրտիկը, որը սկզբում ձեզ ցույց տվեցի, շերտավոր խմորը բացված է, այստեղ, որտեղ նշված էր ճիշտ առանձնացնում եմ, մի կողմ եմ դնում եւ շոկոլադը նորից վրան քսում եմ։ Փաթաթելու ենք, պատարակաղով մանրացնելու եմ։ Փոքր-փոքր, որ հանկարծ չբացվի։ Չափը ինքներդ կարող եք որոշել, ինչպես նշեցի, չափի մեջ, ոչ ավել, ոչ պակաս, հատկապես առավոտյան, երեկոյան, այնինչ այս պահին պատրաստվում է, չուտեք։ Խնդրում եմ, որքան էլ որ քաղցի զգացողություն ունենաք, որքան էլ որ գայթակղի այս շոկոլադը շերտավոր խմորով, ի վերջո թարմ, որ պատրաստեք, ուտեք, ավելի հետաքրքիր է։ Մի քիչ որ սառային չի լինի։ Արդեն ծրարը փակելու եմ եւ ինչպես նշեցի, պատարակաղով այդ հատվածներն եմ փակելու։ Շատ գեղեցիկ է, արագ է պատրաստվում, պատարակաղը մի կողմի վրա դնեմ եւ իհարկե, ինչպես նշեցի, երեխաները սիրով ուտում են եւ մենք գիտենք ինչ ենք դնում ներսը, խորհուրդ ենք տալիս բանանը շատ բարակ չկտրել, որպեսզի թխելուց դա հիշեք, հանկարծ չքանդվի, չփշրվի։ Շոկոլադի մածուկն էլ հավասար ոչ շատ։ Իդեպ ես կարող եմ որպես ծրար այսպես անել դանակով, որ շատ չուրչի, թույլ տա այդ սրտիկի ձևը պահպանվի։ Դնում ենք այստեղ, չենք մոռանում իհարկե ձուն, որ քսելու ենք վրան եւ ինչպես նշեցի, քունջուտը, սա էլ պատարակաղով, իհարկե ես ունեմ երկրորդ շերտավոր խմորը, որը բաց եմ անելու, այստեղ ունեմ բանան, դեռ շոկոլադի մածուկը իմ ձեռքի տակ կա, ավելացնելու եմ, կդնեմ, ձուն կկոտրեմ մեկ ձեռքով հմտորեն եւ իհարկե կներկայացնեմ մեր գործընկերոջը Dragon Garden-ի համեղությունը, որը մենք ուրբաթ օրերը վայելել ենք արդեն իհարկե այս պահին ձեր էկրաններին է։ Dragon Garden ընտանեկան ռեստորանի համեղ սուշին, չինական անկրկնելի խոհանոցը կարող է լինել ավելի մոտ, քան պատկերացնում եք։ Անհրաժեշտ է միայն զանգահարել 8171 կարճ հեռախոսահամարով եւ միանալ առաքման բաժին, արագ, առաքում, հայախոս կոկիկ առաքիչներ, ովքեր միշտ ունեն մանրադրամ։ Իդեպ առաքումը գործում է ամբողջ Հայաստանի տարածքում։ Dragon Garden-ի առաքման հեռախոսահամարն է 81 71 կարճ հեռախոսահամար։ Արագ, առաքում, չեք մոռանում, արագ, առաքում։ Ահա, ձուն կոտրված է, սրտիկը կարող եմ դնել այստեղ։ Սրտիկով ես փակեցի, ուր դրեցի իմ վրձինը և իհարկե վերջում շաքարի փոշին։ Ես կքսեմ այսպես, ձուն
որպեսզի կարմրաթուշիկ լինի։ Ջեռոցը արդեն պատրաստ է, համմեղությունը պատրաստելու, թխելու։ Իսկ այս թխուկը, ինչպես նշեցի, երեխաների ամենասիրելի հատվածն է լինելու, նրանք վայելելու են։ Եվ ուզում եմ նաև խոսել մեր երկրորդ գործընկերոջ մասին։ Այսօր աղանդեր ունենք։ Ասում են, որ աղանդերը չի հագեցնում, բայց ունենք հավատարիմ գործընկեր, Աթենքը, հավի նագետներով, հավի ձողիկներով կարող է հագեցնել։ Մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է, ինչ առաջատար է նաև Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավի նագետների բազմազան տեսականին։ Այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավի նագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսիչ, հավի նագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք եւ հարմար սնունդ է սպորտով զբաղվողների, պարզապես իրենց սննդակարգը հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքը առաջարկում է հավի նագետների տարբեր համային տեսականի, դասական, պաներով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկներ, դասական տարբերակը, յուրաքանչյուր նագետ փափուկ է, նուրբ է, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան բաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավի նագետների պատրաստումը, ինչպես նշում եմ, տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավի նագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ, եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում եւ ընկերական հանդիպումները դարձնում են ել ավելի հետաքրքիր եւ ել ավելի ժամանցային։ Սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն, որ կրկին միացաք մեզ։ Դե ինչպես խոստացել ենք, մշակութային եւ կրթական թեմաների պակաս չենք ունենալու եւ հիմա էլ անդրադառնում ենք շատ սիրառատ մի իրադարձության, որը տեղի կունենա փետրվարի 14-ին եւ 15-ին, խոսքը կարդալով ամենամյա փառատոնի մասին է, որը իրականացվում է արդեն 5-րդ անգամ, այդ թվում 1 անգամ նաեւ Մոսկվայում։ Փառատոնի շրջանակում նախատեսվում են գրական միջոցառումներ, շնորհանդեսեր, հանդիպումներ եւ իհարկե ներկայացումներ, ինչպես նաեւ սպասված կրթական ցուցահանդեսներ են լինելու։ Դե իհարկե այս ամենի մասին սիրով կզրուցենք մեր հյուրերի հետ։ Աղավարում են կարդալով հարթակի համահիմնադիրներ Լևոն Ստեփանյանն ու Տաթև Սարդարյանը։ Բարի լույս։ Բարի Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Անահիտը նշեց, որ 5-րդ անգամ անցկացվում է կարդալով հետաքրքիր նախագիծը, հիմքում ընթերցանություն, սիրով այս դեպքում։ Ինչ փոփոխությունների է ենթարկվել 5 տարիների ընթացքում այս միջոցառումը եւ հետաքրքրության շրջանակում ինչպեսի մակարդակ է։ Հետաքրքրությունը բավականին մեծ է եղել հենց առաջին տարվանից եւ դա է եղել գլխավոր պատճառը, որ մենք փառատոնը դարձրինք ամենամյա եւ հնարավորություն ունեցանք նաեւ մեկ անգամ փառատոնը տանել Մոսկվա, որը նույնպես դարձավ ամենամյա եւ այս տարիների ընթացքում փառատոնը իր շրջանակը ավելի լայնացրել է եւ ներառել է, ինչպես նշեցիք, թատերական ներկայացումներ, այստեղ ունենալու ենք նաեւ ինտելեկտուալ խաղեր եւ ամենակարևորը կրթական ցուցահանդես եւ կարդալովը վերածվել է հարթակի, որը հնարավորություն է տալիս կրթական տարբեր հաստատությունների ներկայանալ իրենց առաջարկներով եւ անմիջականորեն շփվել ուսանողների, աշակերտների կամ ինքնակրթվել ցանկացող մարդկանց հետ։ Ինչպեսի փորձառություններ Մոսկվայում։ Նորությունը փաստորեն Մոսկվայում էր, ընդլայնել աշխարհագրությունը կարդալովի, հետաքրքիր ինչ փորձառություն ձեռք բերեցիք, ինչ տվեց ձեզ Մոսկվայում այս հետաքրքիր անցուդարձը։ Մոսկվան մեզ համար առաջինն էր ու նախորդ տարի կարդալով փառատոնի բացման խոսքի ժամանակ ես ուղղակի ասացի, որ մենք կարդալովը Հայաստանից դուրս ենք տանելու, բայց ընդհանրապես անգամ ճանապարհային քարտեզ չունեինք ու չէինք պատկերացնում, թե դա ոնց պետք է տեղի ունենա, բայց 1.5 տոննա գիրք, հայալեզու, հայ ժամանակակից դասական գրողների ստեղծագործություններից մենք հասրինք Մոսկվա ու այնտեղ հայ համայնքի համար, այո, հայկական թանգարանում, Տապան թանգարանում իրականացրինք հայկական գրքերի փառատոն, մեզ հետ նաև եկան ժամանակակից գրողներ, տարբեր միջոցառումներ ունեցանք տեղում ու այդ
սահմանափակ հնարավորությունների երկրում այս բանի սահմանափակ, որտեղ գովազդներ այնպես այնտեղ շատ մեծ չէին կարողանում իրականացնել, բայց կարողացանք, այսպես ասած, հայերին, հազարավոր հայերի իրար գլուխ հավաքել ու գրքային տոն նվիրել մարդկանց ու մարդիկ զգում էին, որ դրա պահանջը կարիքը ունեին այդ հայկականության, հայ գրականության, որտեղ մեր դասական գրողների գործերից որ շատ մենք մտածում ենք հնարավոր է արդեն բոլորի տանը կա, բայց մարդիկ ուղղակի գնում տանում էին, որ իրենց Մոսկվայի տանը եւս ունենան այդ գրքերը։ Ես ներկա էի իհարկե անցած տարի այն ժամանակ, երբ Մոսկվայում փառատոնը իրագործելը ցանկություն էր, նպատակ էր կամ այնքանով որքանով եւ իհարկե այն իրագործվեց։ Ես հիմա ուզում եմ հարցնել, որպեսզի դուք ասեք, որովհետեւ խոսքն էլ նաեւ ուժ ունի, թե հետագայում ինչ պլաններ կան միջազգային ոլորտ տեղափոխելու համար փառատոնը եւ այո դարձնելու ամենամյա նաեւ ոչ միայն Ռուսաստանում, այլ տաթև։ Այո, մեր այս պահին շատ երազանքի պես է հնչում, բայց մենք ուզում ենք կարդալով գրքի փառատոնը հասանելի դարձնել աշխարհի ցանկացած անկյունում, որտեղ գեթ 1 հայ է ապրում, իսկ ավելի շոշափելի նպատակներից եթե խոսենք, այս տարի պլանավորում ենք նաև լինել ԱՄՆ-ում եւ այնտեղի հայ համայնքին նույնպես հասանելի դարձնել հայերեն գրքերը հայ ժամանակակիցներին եւ դասականներին, իսկ հետագայում շատ կուզենք մեր սահմանները ընդլայնել նաև Եվրոպայում եւ այո Հետաքրքիր որ հերվից եք սկսել օվկիանոսից այն կողմ, նոր վերադառնում եք արդեն դեպի ծովեր։ Այո, որտեղ որ մեզ ավելի շատ են սպասում, որտեղ կա ավելի մեծ պահանջարկ հայ գրի, այնտեղ էլ կլինենք սկզբում։ Շատ լավ, 2 օր 14-15 փետրվար սպասվում է հետաքրքիր ընթերցանություն, հիմքում սեր, այսպեսի միջոցառում կարդալով, դուք ասացիք, որ բովանդակությունը մեծացրել եք միջոցառումների, ովքեր են ձեր կողքին, ինչ ներկայացումներ են սպասվում թատերական, ինչպեսի հանդիպումներ են սպասվում։ Շատ սիրված արտիստներ, արվեստի ներկայացուցիչներ եւ գրողներ մեր կողքին են հենց գաղափարի ստեղծման պահից։ Իդեպ այս մասով էլ մեր բախտը շատ բերել է, որովհետեւ հիմնականում ում դիմում ենք, որպեսզի մեզ օգնեն գրքերի տարածման, ընթերցանության տարածման հարցում, բոլորը շատ պատրաստակամորեն մեզ աջակցում են։ Այս տարի մենք ունենալու ենք թատերական ներկայացում Մանե Մխոյանի եւ Հայկ Պետրոսյանի մասնակցությամբ ամուսնական փոքրիկ ոճիրներ։ Փորձել ենք սիրո եւ մեր անունը կարդալով եւ փորձել ենք սիրո տոնի հետ նույնպես համադրել եւ ունենալու ենք նաեւ համերգային մաս, համերգ զրույց երաժիշտ Հայկ Պետրոսյանի հետ, որտեղ նաեւ շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու, ինչպես են առհասարակ ստեղծվել կոմիտասյան երգերը, երաժշտությունները։ Ունենալու ենք այդ ամենից զատ նաեւ գրքերի շնորհանդեսներ, մանկական գրքերի շնորհանդեսներ, ներգրավելու ենք նաեւ փոքրիկներին, ունենալու ենք այս տարվա նորություններից մեկը նաեւ մասնագիտական կողմնորոշման սեմինարներ, որտեղ արդեն կայացած մասնագետները ուղղորդելու են պատանիներին, աշակերտներին, ավագ դպրոցի աշակերտներին կողմնորոշվել այս արդի ժամանակակից մասնագիտությունների դարում վերջի վերջո ինչ ընտրել, որպեսզի համապատասխանի իրենց էությանը եւ հետո կարողանան ավելի հեշտ իրենց ռեալիզացնել աշխատաշուկայում։ Այո։ Դե այս ամենի մեջ միանշանակ հիմքը եւ գաղափարախոսությունը այս միջոցառման ընթերցանության հանդեպ սերն է եւ դրա նկատմամբ ավելի ջերմ վերաբերմունք ունենալը, եթե ես չեմ սխալվում։ Թե կան այլ նպատակներ, օրինակ միջոցառումը ունի որևէ նպատակային բաղադրիչներ, ոչ միայն ընթերցանություն, այլ որոնք կլինեն դրանք։ Նաև կրթության տարածումը, թե ինքնակրթությունը որքան կարևոր է մեր կյանքում, ոչ միայն ֆորմալ կրթությունը, որը մենք ստանում ենք դպրոցում, համալսարանում, այլ գիրքը ինքնին ինքնակրթության ուղիներից մեկն է։ Մենք ընդլայնելով սահմանները գրքի փառատոնից դառնալով նաև կրթության փառատոն մարդկանց մոտիվացնում եւ մաքսիմալ փորձում ենք ներդրում ունենալ, որ մարդիկ ավելի շատ ինքնակրթվեն, որովհետեւ ամեն օր ինչ որ բան է փոխվում աշխարհում ու մենք պետք է հասցնենք այդ տեմպի հետ, ինքնակրթվելով այդ բացը լրացնենք, որովհետեւ եթե միայն համալսարանական կամ դպրոցական կրթության վրա հիմնվենք 21-րդ դարում ուղղակի չենք հասցնի։ Կմնանք նույն տեղում իհարկե եւ գրքերի աշխարհը այնքան լայն է, այնքան ֆանտաստիկ է, որ հաստատ չարժե սահմանափակվել եւ մնալ այն կաղապարված գիտելիքների սահմանով, որոնք մենք ունեցել ենք որպես բազա, որը որ շատ կարեւոր է։ Եվ շատ հետաքրքիր է այս 5 տարվա ընթացքում, որ ինչ որ մի արդյունք եղել է, որից դուք կարճել եք, այդա վերցրել եւ պահպանել եք որպես ռազմավարություն օգտագործելով նաեւ մյուս տարիների համար։
Այո, մենք շատ լավ ռազմավարություն ունենք։ Մեր հիմնական խնդիրը ընդհանրապես չկարդացող մարդկանց գրավելն է, այս դեպքում սիրված արտիստների, սիրված երաժիշտների օգնությամբ, այսինքն մարդիկ գալիս են օրինակ, ինչ-որ համերգային ծրագրի, մեկ էլ տեսնում են ինչ-որ միջանցքում շատ գրքեր են, բոլորը ինչ-որ գրքերից են խոսում ու արդեն ուզեն թե չուզեն, իրենք էլ են ներգրավում, մի գիրք են վերցնում, սկսում են այդ գիրքը ուսումնասիրել ու մենք ունենում ենք այնպիսի արդյունք, որ գալիս են առաջին տարին, դեռ ծանոթանում են գրքերի հետ, երկրորդ տարին արդեն գալիս են հատորներն են վերցնում, արդեն շարունակությունն են վերցնում ինչ-որ վեպերի ու մենք այս տարիների ընթացքում շատ մարդկանց ծանոթացրել են գրքի հետ եւ հետո իրենց դարձրել ենք, այսպես ասած, քրոնիկ ընթերցողներ։ Մենք խոսում ենք մասնագիտական կողմնորոշման մասին, երբ օրինակ կարդալով, որպես այդպեսի նաև այո, կրթության ուղղորդում է, ուղղություն է, որպես այդպեսին հա ուղում, չգիտեմ ինչպես է դա ասել, ավելի ճիշտ։ Դուք կբացատրեք նկարագրելով, թե ինչպիսի մասնակցություն ունեն օրինակ կրթական հաստատությունները եւ որովհետեւ կան տաղավարներ, ովքեր որ ներկայացվում եւ որևէ կրթական կամ ինչ-որ մասնագիտական ուղումներ են տալիս մասնակիցներին։ Ինչպես է այս համագործակցությունը։ Համագործակցությունը բավականին ճկուն է եւ մենք բերել ենք ոչ ֆորմալ դաշտ, այսինքն այն հանդիպումները, որոնք պիտի ուսանողները կամ աշակերտները կամ ծնողները ունենային կրթական հաստատություններում, մենք հավաքել ենք մեկ տեղում եւ փորձել ենք բերել անմիջական շփման, անմիջական հարց ու պատասխանի, որտեղ հենց իրենց ուզող ցանկացած հարց կարող են տեղում քննարկել, ընդ որում մենք ունենք ներկայացված ոչ միայն հայկական, այլ նաեւ միջազգային կրթական հաստատություններ, որոնք ներկայացնելու հնարավորություններ արտերկրում սովորելու մասով։ Այսինքն մենք հնարավորինս ֆորմալ եւ ոչ ֆորմալ դրանք տարբերություն չկա։ Եվ ֆորմալ եւ ոչ ֆորմալ մաս, այսինքն եւ ունենք համալսարաններ, քոլեջներ, դպրոցներ, միևնույն ժամանակ ունենք տրեյնինգ կենտրոններ, ուսումնական հաստատություններ, ովքեր իրենց մասով ներկայացնելու են մասնագիտությունների վերապատրաստման կամ զրոյից սովորեցնելու դասընթացներ։ Տաթև ինչ կասեք փոքրիկների մասին, նրանց մոտ գրքի հանդեպ սեր առաջացնելու մասին, կամ կան արդյոք ծրագրեր, որոնք նպաստում են փոքրիկների մոտ ընթերցանության զարգացմանը։ Ես սա որպես հարց չմոռանաք պատասխանի մասին, նաև հավելեմ, որ նրանց փոքրիկ հրաշամանուկը Մանուելը ես նայում եմ, հետևում եմ իհարկե սոցցանցերում, փոքրիկ հրաշամանուկը արդեն մեծ գաղափար ունի գրքերի մասին, դու չես պատկերացնի, թե ինչ մեծ սեր են նրանք ծնողներով արթնացնում։ Այո, այդ տարիքից արդեն երեխան վստահ եմ մի քանի գիրք մեզնից ավել կարդացած է։ Դե դա լավ է թե վատ։ Չէ, իրականում շատ լավ է։ Պատասխանելով հարցին, ես կարծում եմ, որ երեխաների ընթերցանության հանդեպ սիրո մեջ մեծ ներդրում ունեն ծնողները։ Օրինակ մեր դեպքում Լևոնը Մանուելը դեռ մի քանի օրական էր ու ամեն օր անպայման գիրք էր կարդում Մանուելի համար ու լսում էր, չէ՞։ Խոսում էր, պատասխանում էր, ինչ-որ ձայնարկություններով արձագանքում էր։ Մենք առաջին հերթին այս մեսիջը ուղղում ենք ծնողներին, որպեսզի հենց փոքր տարիքից երեխաների համար գրքեր գնեն, հեքիաթներ ընթերցեն, իրենց էլ ներգրավեն գրական միջոցառումներում եւ մենք էլ ամեն տարի փառատոնի ընթացքում ունենում ենք միջոցառումներ հենց փոքրիկների համար։ Օրինակ այս տարի 6 մանկական գրքի շնորհանդես ենք ունենալու, հետաքրքիր քուիզ, երեխաների համար մրցանակներ, այսինքն փորձում ենք այդ խմբի համար այդ խմբի համար նույնպես խաղարկային դարձնել, հետաքրքիր մատուցել, որպեսզի այդ կարդալը իրենց համար ինչ-որ ձանձրալի պարտադրված առաջադրանք չլինի, այլ նաև լինի խաղի մի մասը, որը հետո իր արդյունքները անպայման կտա։ Եվ ի վերջո, երբ հասկացաք, որ մոտիվացված եք եւ պետք է անպայման նախաձեռնեք այս հետաքրքիր միջոցառումը, որ գրքի շնորհիվ փորձեցիք տարածել ընթերցանությունը եւ պրոպագանդել կարդալը։ Կոնկրետ գիրք չկա, որի շնորհիվ այս ամեն ինչը տեղի ունեցել, մենք 10 տարի կա կայծ մոտիվացիոն, որը որ արդեն 10 տարի գործունեությունը ծավալում են գրքերի ոլորտում ու տարվա ընթացքում տարբեր միջոցառումներ էինք իրականացնում ու մենք հասկացանք, որ կա պահանջը գիրք նվիրելու այդ տոնին ընդառաջ կազմակերպել մի մեծ հարթակ, որտեղ այդ ամեն ինչ կմեկտեղվի ու միջոցառումները, գրքերը, ամեն ինչ կարելի է մեկտեղել 2 օրերի ընթացքում մարդկանց նվիրել տոն, որպեսզի
մի միջոցառում ես, վայրում մի միջոցառում եմ, վայրում այդ ամեն ինչը լինի մի տեղում, արդիկ ունենք 2 օր առավոտից երեկո մեր միջոցառումներին ներկային ու կարելի է ասել իրենք սպասում են դրան, դրա համար մենք ընտրել ենք ոչ աշխատանքային օրեր, որպեսզի մարդիկ կարողանան աշխատանքից դուրս 2 օր լրիվ լիցքաթափվեն ու այդ գրքային աժոտաժի մեջ գտնվեն։ Խնդրեմ եւս մեկ անգամ օրերը հիշեցնել եւ նաեւ կայքերը, որտեղ կարող են մարդիկ առավել մանրամասն ինֆորմացիա ստանալ փառատոնի մասին։ Այո, փետրվարի 14-ին եւ 15-ին տեղի կունենա Կարդալով գրքի փառատոնը։ Մենք ունենալու ենք մոտ 17 միջոցառում 2 օրվա ընթացքում եւ այդ բոլոր միջոցառումներին եւ ծրագրին կարող են ծանոթանալ Կարդալով հարթակի սոցցանցային էջերում։ Շատ ու շատ հաջողություններ ձեզ եւ շնորհակալություն այո ընթերցանությունը տարածելու մեր երկրում դա շատ կարեւոր բաղադրիչ է հատկապես մեր իրականությունում այնպես որ թող լեփլեցուն լինեն մասնակիցները եւ ընդհանրապես համագործակիցները այս դեպքում նաեւ աջակիցները եթե լսում են մեզ եւ նրանք էլ կանգնած են ընթերցանության կողքին կա հրաշալի հարթակ, որտեղ որ այո կարող եք նաև ձեր ռեսուրսները կիրառել, որպեսզի ընթերցանությունը ավելի շատանա մեր երկրում։ Իսկ Կարդալովի միջազգային քարտեզը, աշխարհագրական քարտեզը կարծում եմ կընդլայնվի հաստատ, մենք վստահ ենք, եւ շնորհակալություն, շնորհակալություն, սիրելի հեռուստադիտողներ, տաք միջավայր 2 օր հագեցած մշակութային իրադարձություններ, վիկտորինաներ, խաղեր, թատերականացված ներկայացումներ, զրույցներ եւ ամենակարևորը սեր, այո, սեր ու շատ գրքեր։ Դուք արդեն գիտեք օրերը։ Պարզապես այցելեք եւ սկսեք կարդալ ճիշտ գրքից։ Շնորհակալություն, ձեզ լավ օր ենք մաղթում։ Այս պահին մենք ընդմիջենք կարճատև գովազդով, բայց մնացեք մեզ հետ։ Վերադարձանք, խոսեցինք տարբեր մշակութային իրադարձություններ, Կոստան Զարյան, այնուհետև Կարդալով ընթերցանության այո սիրո հիման վրա, այս պահին վերադառնում ենք կինո։ Փետրվարի 5-ին մեծ էկրաններ բարձրացավ խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի փայլուն մարզչական կարիերայի փուլերից մեկին եւ Արարատ լեգենդար թիմի հաղթանակներին նվիրված Արարատ 73 սպորտային դրամա։ Ֆիլմը եւս մեկ անգամ ապացուցում է, որ հաղթանակներին պետք է միշտ հավատալ եւ այսօր բացառիկ հնարավորություն ունենք անդրադառնալու այն ամենին, ինչ մնացել է կադրից դուրս։ Դերասանական կազմի ընտրությունից մինչեւ նկարահանումներ, խոսենք այն ամենի մասին, ինչի մասին դեռ չեք լսել։ Սիրով ներկայացնենք մեր հյուրին։ Տաղավարում է ֆիլմի պրոդյուսեր Վալերի Սահարյանը։ Բարի առավոտ։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար, պարոն Սահարյան։ Նաև շնորհավորում ենք ֆիլմի պրեմիերայի կապակցությամբ, ահռելի աշխատանք է կատարված։ Մենք հատ մանրամասն իհարկե կանրադառնանք, որպեսզի հեռուստադիտողն էլ պատկերացում կազմի, թե ինչ հսկայական աշխատանք է կատարվում էկրանից այս կողմ հսկայական թիմի հետ եւ սկսենք գաղափարից, որովհետեւ այս սկզբում բաններ, գաղափարներ, ինչպես եղավ ֆիլմ նկարելու եւ հենց այս թեմայի մասին անդրադարձ կատարելու գաղափարը։ Այսքան տարիներ հետո մեկ էլ խոսում ենք Արարատ 73-ից, ինչու հենց այսօր։ Շնորհակալություն հրավերքի համար։ Նայում էի եթերը, երբ սպասում էի եւ հասկացա եւս մեկ անգամ ինչքան գեղեցիկ լեզու ունենք։ Սովորաբար ես փորձում եմ համատեղել հայերենը եւ ռուսերենը, բայց նոր նայելուց հետո եթերը որոշեցի, որ այսօր փորձել եմ միանշանակ հայերեն խոսել, եթե հանկարծ ինչ-որտեղ դժվարնամ, համոզված եմ, որ կօգնեք ինձ։ Մենք միանշանակ շնորհակալություն։ Բայց դուք էլ պետք է խոստանաք, որ այդ բառը էլ չեք մոռանա։ Այո։ Գաղափարը առաջացավ, գիտեք, շատ անգամ եմ դրա մասին խոսում, շատ հետաքրքիր պահից, երբ որ ես նայեցի «Движение вверх», «Շարժ դեպի վերև», այդ ֆիլմը, որը նվիրված է սովետական միության բասկետբոլային հաղթանակին, երբ որ իրանք օլիմպիադայում հաղթահարեցին Ամերիկային, եւ սկսեցի մտածել, իսկ ինչ մենք հաղթանակ ունենք, որը խմբային հաղթանակ է, ինդիվիդուալ մարզաձևերում այո իսկապես ունենք այլուն անուններ, որոնց մասին կարելի է ժամերով խոսել եւ բարձրանալ, բայց խմբային մարզաձևի մեջ ունենք այս միակ հաղթանակը։ Հուսամ, որ սա միակը չի լինելու պատմության մեջ, բայց միջ այսօր այո, սա միակ հաղթանակն է։ Եվ սկսեցինք մտածել, իսկ ինչու չէ, ինչու չփորձենք այս հաղթանակը, որը որ մեզ
սերունդից սերունդ է փոխանցվում իսկապես եւ դա չափազանցրած չի։ Ես կարծում եմ, որ չկա երեի թե երկրագնդի վրա մի հայ երիտասարդ, մի հայ երեխա, որը չի լսել Արարատ 73-ի փայլուն հաղթանակի մասին, որը որ տղաները 73 թվին այն ժամանակ տղաները, այո, այն ժամանակ տղաները նվիրեցին այդ էմոցիան բոլոր հայերին, անկախ նրանից թե որտեղ են այդ հայերը ապրում։ Եվ փորձել դա հանել մեծ էկրաններ եւ փորձել անել եւս մեկ քայլ, որպեսզի այդ հաղթանակը մնա պատմության մեջ եւ կինոյի լեզվով փորձել այդ հաղթանակը ներկայացնել նոր սերունդին, ինձ կարծում եմ հետաքրքիր գաղափար էր, որով մենք սկսեցինք զբաղվել, բայց բավականին դժվար եւ մասշտաբային իհարկե։ Ինչպես անցավ պրեմիերան, մենք խոսում ենք, որ տեղի ունեցել փետրվարի 5-ին, հետաքրքիր է ինչ արձագանքներ ունեցաք, ինչ խոսենք, իհարկե վերադառնանք նորից կուլիսներ։ Խոսենք նաև թե ովքեր էին ներկա։ Այո։ Իհարկե, մեծ սիրով։ Գիտեք, լինեմ անկեղծ, քանի որ մենք ունեցանք երկու պրեմիերա, մեկը Մոսկվայում, մեկը Երևանում, ես ասում եմ, որ նախ առաջինը շատ շնորհակալ եմ բոլոր մեր հյուրերից, ովքեր որ ներկա են պրեմիերային, եւ նաեւ ունեմ ներքին համոզմունք, որ պրեմիերայի օրը բոլորը պետք է խոսեն միայն դրական բաների մասին, միայն շնորհավորեն։ Ինձ համար կարևոր ցուցանիշ է երևի թե երբ որ Մոսկովյան պրեմիերայից հետո սկսեցին ցույց տալ մեզ վիդեոներ, երբ որ մարդիկ կինոթատրոնում նայում էին կինոն, իրանք պրեմիերայի չէին, իրանք Թոմսը գնել էին, դրամարկղում եւ եկել էին կինո եւ կինոյի վերջի 10 րոպեն ծափահարում էին եւ դուրս էին գալի հուզված։ Ինչ վերաբերում է Երևանի պրեմիերային, շատ լավ անցավ, կային թեթևակի տեխնիկական խնդիրներ, որը երևի թե բոլոր տեղերն են դա լինում, հաշվի առնելով, որ երկու մեծ պրեմիերա էր ընդամենը մեկ շաբաթվա տարբերությամբ։ Գիտեք, շատ գործընկերներ էին այնտեղ, կոլեգաներ եւ ուղակի հյուրեր հրավիրված։ Ես նայում եմ իրանց էմոցիաներին, ինձ համար ամենակարևորը դա էր, որովհետեւ մեր ֆիլմը իսկապես շատ արդար, շատ պարզ եւ շատ հասկանալի ֆիլմ է, որտեղ կա էմոցիա։ Ես իմ բոլոր գործընկերներին ասում եմ, խնդրում եմ հանգարց չնայեք Արարատ 73-ը տեխնիկական էքսպերտիզայի այդ տեսանկյունից։ Փորձեք այդ ֆիլմը նայել որպես ֆիլմ։ Ես ստանալ էմոցիաներ։ Եվ ստանալ էմոցիաներ եւ կարծում եմ, մի քիչ անհամեստություն անեմ, որ բոլորի մոտ է այդ էմոցիան առաջանում, ոչ թե մեծամասնության մոտ կամ ինչ որ մի զանգվածի, բոլորի մոտ այդ էմոցիան կա։ Իսկ ֆիլմը իմ պատկերացումով ցանկացած ֆիլմ դա առաջի հերթին էմոցիա է։ Եվ ընդհանրապես արվեստը դրա մասին է, երբ դիպչում է հոգուտ, հետդ մի բան կատարվում է քո ներսում, դա նշանակում է, որ այնտեղ իր գործը արվեց, դու էլ որպես այդպես ինչ-որ բաներ տարար քեզ հետ, էմոցիադ շարժվեց, որը սպոնտան ռեակցիա է։ Պարոն Սահարյան, ձեզ համար ո՞րն է այս ֆիլմի ի վերջո գլխավոր ուղերձը, ինչ եք ուզում, որ հանդիսատեսը իր հետ տանի, այ որ էմոցիայի մասին եք դուք խոսում։ Գիտեք, ես դեռ չեմ հասցրել դիտել, իհարկե դա բաց թողում է, անպայման կլրացնեմ։ Ես հրավիրում եմ ձեզ, կարծում եմ, որ պետք է անպայման դիտել, պետք է ծնողներին անպայման հրավիրել, որովհետև այս ֆիլմի միջոցով մենք իրանց տալիս ենք հնարավորություն եւս մեկ անգամ վերապրել իրանց երիտասարդ տարիները, դա շատ կարեւոր է, եւ կասեի, որ նաեւ իրենց հետ ապրել այդ տարիքը, դա էլ է շատ կարեւոր։ Սա հիասքանչ մի հնարավորություն է, երբ որ ծնողը եւ երեխան կամ ասենք ավելի մի քիչ մեծ սերունդը եւ ավելի երիտասարդ սերունդը կարող են այդ 103 րոպեում գտնվել մի տարածքում մի ժամանակի մեջ եւ ունենալ այդ զգացմունքը։ Գլխավոր մեսեջը գիտեք նպատակը նրանում էր, որպեսզի մենք առաջի հերթին իսկապես ստանանք արդար, մաքուր եւ ջերմ ֆիլմ, որովհետեւ այդ ժամանակները 70-ականները եւ այդ մեր ծնողների ապրած կյանքը իսկապես թե մեզ այդ ձև է փոխանցվել։ Կարծում եմ, որ երևի թե ժամանակում էլ են եղել ինչ-որ խնդիրներ, հարցեր։ Դե բնականաբար եղել են, բայց չկա մեկը, որ չհիշի, որ ասի դե այն ժամանակ ախրորիշ էր, դե այն ժամանակվա էս ինչն էր ուրիշ, ու սկսեն արդեն ջերմությամբ խոսել ժամանակի մասին։ Եվ Եվ ասում եմ ինչ երջանիկ եմ, որ այս ժամանակներում եմ ապրում։ Եւ մենք իսկապես ժամանակներում ենք փորձեցինք ամեն ինչ անել, որ այդ ժամանակը տեղափոխենք 21-րդ դար։ Գիտեք, չեմ ուզում ինչ-որ անհամեստ կոչեր անեմ կամ անհամեստ գնահատական տամ, բայց իսկապես ստացվել է դա։ Եթե մարդ կա, որ ուզում է տեղափոխվել 1973 թիվ, դա ես իմիջիալից հակապրոպագանդա անելով եմ սա ասում, կարա այդ օրը մի տուփ սիգարետ չծխի, այդ
սիգարետի տուփի արժեքով տոմս գնի, դա նստի այդ ժամանակին մեքենան եւ տեղափոխվի 1973 թիվ։ Բա ֆիլմի դիտումից հետո ինչ անի, պարոն Սարյան։ Ֆիլմի դիտումից հետո մտածի, քանի որ մեր ֆիլմը սպորտային դրամա է, մտածի առողջ ապրելու մասին, իսկապես այո։ Պարոն Սարյան, եւ շատ կարեւոր մի թեմա ֆիլմ արտադրության մեջ սովորաբար ազգությունը պետք է որ այդքան էլ կապ չունենա, այսինքն հիմնականում կան ֆիլմեր, որոնք որ հատուկ են հենց ազգին։ Մենք ունենք սովետական շատ հրաշալի ֆիլմեր, հրաշալի ասելիքով եւ համուհոտով, բայց դա կհասկանա միայն հայը։ Միայն հայը, որովհետեւ եւ կենցաղային իրավիճակները եւ առհասարակ թեման գլոբալ, որը ֆիլմում է, միայն հային է հատուկ։ Այս ֆիլմի մասին ինչ կասեք։ Կարծում եմ, որ մեր ֆիլմը հասանելի է եւ հասկանալի է բոլոր ազգի ժողովրդի համար, որտեղ վերադառնալով նաեւ եւս մեկ անգամ Մոսկվայի օրինակին, այնտեղ դալիճներում կային ոչ միայն հայ հանդիսատես, որոնք եկել են ֆիլմը նայելու, դիտելու եւ տեսեք շատ հետաքրքիր է, օրինակ ասենք ռուս ազգի ներկայացուցիչները դուրս են գալիս, ասում են ինչ հետաքրքիր է կենցաղը, որտեղ ֆիլմում շատ հետաքրքիր ներկայացված է հայկական կենցաղը, բակի կյանքը, մարդկային հարաբերությունները, կոլորիտային, այո, որը որ ասենք սովորաբար ես ինքս ծնվել եւ մեծացել եմ Ռուսաստանում, նույն իսկապես դա չկա Ռուսաստանում եւ այդ ջերմությունը ես ստացել եմ միշտ հիշում եմ այն ժամանակ, երբ որ մենք ամռանը 3 ամիս պարտադիր գալիս ենք եւ անցկացնում ենք Հայաստանում։ Մարդիկ դա հասկանում են, մարդիկ դա կարդում են, շատ կարեւոր է, մարդիկում համար դա նորություն է, դա իրանց համար տենց գեղեցիկ մի նորություն է, որը որ իրանք ուզում են հասկանան, տեսնեն, իսկ մեր հայերի համար դա շատ ընդունելի եւ շատ նոստալգիկ հիշողություն։ Շատ լավ, դե մեծ ֆիլմ, իսկապես լեգենդար թիմի մասին, որը որ պատմել է Հայաստանի մասին, այդ խորհրդային ժամանակների բոլոր երկրներում եւ իսկապես ունենք այո փառահեղ հաղթանակ Արեդո 73-ից, ոսկե դուբլ, այսպես է կոչվում ֆիլմը, նվիրված է Նիկիտա Սիմոնյանի փայլուն մարշչական կարիերայի փուլերից մեկին, մենք այսպես ենք ասում։ Հետաքրքիր է, էլ ինչ փուլեր կան, որոնք մնացել են կադրից դուրս, որոնց որ սիրով կանրադառնայիք, բայց ամեն դեպքում անդրադարձել եք հենց այս փուլին։ Տեսեք, ֆիլմի մասշտաբը հաշվի առնելով, սովորաբար ես այսօր երբ որ գալիս եմ ձեզ մոտ, ճանապարհին դա եմ մտածում, շատ հեշտ է գնահատել մի տնակի գեղեցկություն, որը որ դաշտում միակն է, այո, եւ շատ դժվար է գտնել այդ գեղեցկությունը, ասենք մեգապոլիսի մեջ վերցնենք Նյու Յորք քաղաքը։ Հիմա հաշվի առնելով մասշտաբը ֆիլմի, որտեղ որ մենք ունենք այո գլխավոր հերոս Նիկիտա Սիմոնյան եւ ունենք 11 ֆուտբոլիստներ, ովքեր որ այդ հաղթանակը մեզ նվիրել են, մենք փորձել ենք հնարավորինս այդ ամեն ինչը ցուցադրել այդ 103 րոպեի մեջ։ Իհարկե դա դժվար է, բայց ուզեմ շնորհակալություն հայտնել բոլորին ստեղծագործական կազմին, դերասաններից սկսած, ովքեր որ փայլուն կատարեցին իրենց աշխատանքը։ Կուզեմ մեծ շնորհակալություն հայտնել կաստինգ դիրեկտորին, ճիշտ է հայերեն, կաստինգ դիրեկտոր Մարինե Մեսրոպյանը, որը որ չեմ կարող նկարագրել ուղղակի այն աշխատանքը, որը նա արեց կինոյի շրջանակներում, ինչքան հաջողված կերպարներ նա ներկայացրեց, ինչքան հետո ընթացքում մենք հասկացանք այդ կերպարները ինչքան ճիշտ ինտեգրվեցին մեր պատմության մեջ եւ այսօր հանդիսատեսը երբ որ նայում է ասում է փայլուն հետաքրքիր այդ տեսեք դերասաններով, հագուստով, բեմադրող նկարիչով այդ ամեն ինչով է ստեղծվում մեր փոխանցում շատ հեշտ է նկարել այսօրվա մասին ֆիլմ որովհետեւ այսօրվա մասին ֆիլմ երևի թե կարծում եմ որ պլյուս-մինուս բոլորի համար ընկալելի կլինի ինչի է պիջակը էսգույն, ասենք սա էս ձև եւ իսկ ինչի է դերասանի մոտ ասենք նման ձևավորում։ Ձևավորում ասեցի, հիշեցի մեր խոդորնիկ պա Գրիմու այո, Գրիմի նկարիչ։ Գրիմի նկարիչ Դիանան, որը փայլուն աշխատանք կատարեց, հիանալի։ Եվ դա այդ գնահատականներին մենք արժանացել ենք պրոֆեսիոնալ միջավայրում նաև։ Դա շատ կարևոր է, երբ որ Ռուսաստանում այդ գնահատականը տալիս էին։ Կարելի է խոսել շատ ֆիլմի մասին։ Ֆիլմը տեսեք, այդ նույն 170 ներողություն վայր, նկարահանումներին մասնակցել են 207 դերասան, հետո ավելի քան 500 լրացուցիչ դերասան, սա իսկապես մեծ թվերի մասին է խոսքը։
Շատ մեծ, շատ մասշտաբային, բայց ասում եմ, էլի գիտեք, ես մեկ-մեկ այտենց մի քիչ կատակելով ասում եմ, շատ հեշտ է նկարել 18-րդ դար կամ 17-րդ դար, որտեղ ոչ մեկ չի հիշում։ Այդ բարիկը, որ հագցնես մեկի գլխին, ասենք, ներողություն նման արտահայտության համար եւ փորձես ասես սա Մոցարտն է, թե Բախն է, պլյուս-մինուս, եթե մարդը այդքան դասական երաժշտության մեջ խորացված չի, ինքը երևի թե չտարբերի, ինչ վերաբերում է 70-ականներին, դա հիշում են մարդիկ, դու չես կարող մարդկանց խաբել, չես կարող։ Ասենք ֆիլմի նկարահանման ժամանակ այդ լոկացիաները, որ դուք ասեցիք, ամենագլխավոր լոկացիան մեր ֆիլմի դա իհարկե ստադիոնն է։ Եվ որը ֆիլմում ներկայացված է մի քանի ստադիոնների տեսքով, то есть մենք ունենք Կիևի, Կարպատի, Լուժնիկի եւ Հրազդանի խաղերը։ Եվ շատ դժվար էր այսօր այդ ստադիոնները ստանալ։ Մարդիկ համ հիշում են, անգամ Հրազդան ստադիոնը, որը մեզ հիմա շատ մոտ է եւ հասկանալի ծանոթ, այնտեղ նստարաններից սկսած ամեն ինչն է փոխված։ Գիտեք, այդ ընթացքում ես հանդիպեցի մի ուղղակի սա բառեր չի, որ եկել եմ ինչ-որ մեկին գովաբանեմ, իսկապես ուզում եմ նշեմ այն կետերը, որոնք որ մեծ նշանակություն ունեցել է ֆիլմի համար։ Հանդիպեցի մի երիտասարդ ծերունդի տղա Արմեն Մայլյան, որը Outline ընկերության VFX ընկերության տնօրենն էր։ Այո, եկեք ընկերություններին չանդրադառնանք, պարոն Սահարյան։ Հա, օքեյ, ինքը ուղղակի կոմերցիոն ներողություն եմ խնդրում։ Օքեյ, Արմեն Մայլյան, որը որ իր թիմով նաև ներառելով, հրավիրելով Չինաստան, Հնդկաստան, Իտալիա, Ռուսաստան, Ռումինիա, այդտեղի մասնագետներով կարողացավ աննկարագրելի բաներ անել ֆիլմի շրջանակներում, երբ որ մենք այսօր տեսնում ենք ֆիլմը, մենք տեսնում ենք Կիևի ստադիոն, Լուժնիկի ստադիոն, այդ ամբողջ գրաֆիկան, գրաֆիկի մասին էր խոսքը, այո։ Ու համել քանի որ ինքը տենց ավելի շատ հենց կինոշնի, հա, սպეციფიկ գրաֆիկայի մասին են խոսում, ես դրա համար բան արեցի, ընդգծեցի, ուզում եմ ասում, իրանք այդքան մեծ աշխատանք օրերով չէին քնում, օրերով, ու երբ որ ես գալիս էի, սովորաբար, նու պլյուս-մինուս իմ կարծիքով տարիքային, գիտեք, 18-ից 25-26 տարեկան երիտասարդներ էին, եւ իրանք զգում են պատասխանատվություն Արարատ պատմության վերաբերյալ, եւ իրանք արեցին նա ինչը որ սովորաբար կարելի ասել, որ անհնար է դա անել, ու այսօր դա հանդիսատեսը կարող է կինոթատրոնում վայելել Բարիս ամենաբուն իմաստով։ Նաև վստահ եմ, որ պետք է հիշատակել օպերատորների եւ իհարկե ռեժիսորի աշխատանքը, անունները, ովքեր հսկայածավալ աշխատանք են կատարել նման մասշտաբի մարդկանց տեսարանների հետ։ Դուք շատ ճիշտ եք, տեսեք, ես սովորաբար անկեղծ ձեզ ասեմ, ես ունեմ այսպիսի մի օրինակ, ասում եմ, որ ժամացույցի մեջ փոքր մաս չկա կամ մեծ մաս, ցանկացած մաս, ցանկացած մաս անելու դեպքում ժամը չի աշխատում, ժամը սխալ է ցույց տալիս, հա։ Ես սովորաբար մեծ շնորհակալության խոսք եմ հայտնում իհարկե ռաներներին, ուղղակի աշխատողներին, որ անդրադառնում եք նրանց, այլ ոչ միշտ խոսում ենք ռեժիսորներից եւ օպերատորներից, ներողություն, բայց այդ մարդիկ այո, նախ անում են իրենց աշխատանքը, երկրորդ պետք է, բայց երկու օր չի քնել 17-16 տարեկան մի երիտասարդ էր Գյումրիից, 2 օր, որին ես ստադիոնում ասում եմ, որ կարծեմ անունը Գևորգ էր, ասում եմ, տղա ջան, ասում եմ, եթե ես քեզ մեկ անգամ էլ տեսա, դու կհեռանաս աշխատանքից, ասեց եղավ, դե ստադիոնը պատկերացնում եք, ասի հենց հիմա գնում ես հանգստանալու, որտեղ ես երկու օր տեսա, որ նա չէր քնել, գիտեք նա ինչ արեց, նա շարունակեց աշխատանք, ուղղակի իր ճանապարհը փոխեց, որպեսզի ես դա չտեսնեմ։ Դե սա խոսում է նվիրվածության մասին միանշանակ եւ նվիրվածության եւ այդ մարդկային վերաբերմունքի մասին։ Ռեժիսորը Մհեր Մկրտչյան հայտնի տաղանդավոր սիրված ռեժիսոր, որը կարծում եմ Ֆրոզիկի մասին մտածեցի, ասացիք Մհեր Մկրտչյան, որը շատ ծանոթ է, համոզված եմ Կյանք ու կռիվ ֆիլմով, սիրված ֆիլմով, այո, որը փայլուն աշխատանք կատարեց եւ կարծում եմ, որ իր աշխատանքը այն աշխատանքն է, որը որ պետք է հանդիսատեսը գնահատել, ոչ թե ֆիլմի պրոդյուսերը, դա շատ սուբյեկտիվ գնահատական է։ Եվ գնահատել է։ Այո, օպերատորին կարող եմ անդրադառնալ, ունենք հիասքանչ մասնագետ, որը Ամերիկայից էր եկել, չէ, Արտոյի մասին կասեմ անպայման, որը եկել էր Ամերիկայից, Ֆյոդոր Լյասը, որը որ իսկապես շատ հայտնի տաղանդավոր սպորտային ժանրում լավագույնն է,
աշխարհում, ոչ թե Հայաստանում, ոչ թե Ռուսաստանում։ Մենք դա հասկացանք, ես մի անգամ ասացի, որ անգամ Ռոնալդոյի խաղը ոչ ոք այսպես չէր նկարել։ Նա լավագույնն է եւ ես շատ շնորհակալ եմ, որ նա կարողացավ միանալ մեր թիմին եւ մասնակցել։ Հայաստանում Արտուրը Ղարայան շատ ֆանտաստիկ տաղանդավոր բեմադրող օպերատոր եւ չեմ կարող իհարկե ցավով չասել Արտոյի համար։ Մենք մեր առաջի սյոմիչնի նկարահանման բլոկը Մոսկվայում էր եւ ես հիշում եմ, երբ նա պնդեց, որ ինքը պետքա մտնի Սառը գետի միջից նկարի այդ տեսարանը, ինչ որ էմոցիաներ նվիրեց եւ ինչքան կարեւոր է իր համար այս ֆիլմը, շատ կարեւոր էր, շատ։ Եվ ցավոք սրտի ես ասել եմ այս բառերը Նիկիտա Սիմոնյանի վերաբերյալ եւ կուզեմ սիրով կրկնել Արտոյի հետ կապված, հա։ Ես հավատում եմ Աստծուն, ես հավատում եմ, որ մեր կյանքը այստեղ չի ավարտվում։ Եվ ես համոզված եմ, որ իրանք ֆիլմը դիտել են եւ տվել են իրանց գնահատականը։ Միանշանակ այդպես է, պարոն Սահարյան, եւ շնորհակալ ենք ձեզ շատ հետաքրքիր եւ կարեւոր աշխատանքի համար, իսկապես Ոսկե դուբլը ֆիլմ է, որը պատմում է խորհրդային ֆուտբոլի մասին եւ հայկական ամենակարևորը, որը որ մոտիվացիա էր ողջ տարածաշրջանում այդ ժամանակներում եւ այո, մերոնք իսկապես ապահովել են սպորտային հրաշալի հաղթարշավ եւ շնորհակալություն, որ այս ամենը էկրանավորել եք, որպեսզի նոր եւ եկող սերունդն էլ տեսնի եւ անպայման պատկերացում կազմի, թե ինչ է եղել եւ ինչպեսի ժամանակներում ենք ապրել օրինակ սպորտային միջավայրում, այս դեպքում ֆուտբոլ եւ ուղղորդում ենք բոլորին, որպեսզի այո, ովքեր որ բաց են թողել ինձպես անպայման այդ բացը լրացնեն եւ դիտեն ֆիլմը, այսպեսի տիտանական աշխատանքը, այո, պետք է անպայման ունենա իր գնահատականը։ Ես եմ շատ շնորհակալ եմ նաև Արմենիա TV-ին, որը որ մեր պարտներն է, մեր գործընկերն է ֆիլմի շրջանակներում, ես անկեղծ տեսնում եմ այն աշխատանքը եւ այն ամենը, ինչ որ դուք անում եք ֆիլմի հաջողության համար։ Իհարկե, սիրով։ Եվ գիտեք, շատ կարեւոր է, որ այս ֆիլմի շուրջ, այս գաղափարի շուրջ բոլորը միացան։ Եվ ես նույնպես կոչ եմ անում, որ բոլորը գնան մեր ֆիլմը դիտեն։ Մեր ֆիլմ ասելով ես նկատի չունեմ իմ ֆիլմը, ես դա անկեղծ եմ ասում, դա հայ ազգի ֆիլմն է, դա հայերի ֆիլմն է եւ անպայման նվիրեք ձեր ծնողներին այդ էմոցիան, որը որ բիսցեննա անգնահատելի է։ Շնորհակալություն։ Մինչև երբ է էկրաններին, պարոն Սահարյան։ Տեսեք, շնորհակալություն այդ հարցի համար, շատ կարևոր հարց է, որտեղ մեր ազգին բնորոշ մի բան եմ ես նկատել, որ մենք միշտ մտածում ենք հետո անգամ հետո հեռուստացույցով կամ հետո մի փոքր ուշ կգնանք։ Ռուսաստանում առաջի դեպքն է, երբ որ Արարատի մասին ֆիլմը ցուցադրվում է Կամչատկայից մինչև Կալինինգրադ։ Կինոթատրոններում 1846 կինոթատրոնում երբեք նման դեպք չի տեղի ունեցել։ Հիմա մեր բոլոր հայերը անգամ իմ ընկերներում հետ, որ ես շփվում եմ, դե մի շաբաթ ենք պատրաստում, գնանք սենք։ Տեսեք, Ժորժ ջան, ֆիլմը ինքը ունի սրոք տևողություն ունի, ինչքան է ինքը լինելու բանում, հա, էկրանների վրա։ Այդ մի շաբաթ հետո կարա դա չլինի, երկու շաբաթ հետո կարա դա չլինի։ Մոտակա երկու շաբաթվա մեջ կավարտվի ռուսաստանյան պրոկատը, то есть դա կլինի կապրի փուլը 4 շաբաթյա պրոկատի եւ կարծում եմ, որ Երևանում մեկ ամիս մեկ էկրաններ են։ Միգուցե եւ ավել ուղղակի արդեն չես ուզում դրա մասին ասել, որտեղ մարդիկ ասեն, դե որ մի ամիս ու կես, երկու ամիս գնալու է, կգնամ մի ամիս հետո կնայեմ։ Այդ էմոցիան արժի, որ չսպասեք։ Այսօր վերցացեք գնացեք։ Այս դեպքում շնորհակալություն, պարոն Սահարյան։ Ներդրում ունեցեք հայկական ֆիլմում, շատ թող լինեն մեծ ֆիլմեր մեր մասին պատմող եւ ընդհանրապես մենք ունենք ֆանտաստիկ անհատներ եւ իրական միջադեպեր, որպես այդպեսին հրաշալի, որը որ կարելի է էկրանավորել եւ Հայաստանի անունը եւս մեկ անգամ տարբեր կինոթատրոնների էկրաններին ունենալ։ Ես նաև հավելեմ եւ պարոն Սահարյանը վստահ եմ կհամաձայնի, որ նաև մեզ պետք են առիթներ, այսպիսի հաղթանակներ շատ եւ իրադարձություններ, որոնց մասին իսկապես կնկարահանվեն հզոր ֆիլմեր։ Պակասը թող չունենանք երբևէ հաղթանակների եւ մեծ իրադարձությունների։ Դուք միանշանակ ճիշտ եք, որտեղ կարծում եմ, որ առաջինը մոտիվացնում է երկրորդին, երկրորդը առաջինին։ Նման ֆիլմերը տալիս են իմպուլս, որպեսզի մարդիկ այդ ամենը տեսնելով քայլ անեն առաջ։ Իսկ նման հաղթանակները տալիս են իմպուլս, որպեսզի մենք դա էկրանավորենք եւ թողենք պատմության մեջ։ Դա շատ կարեւոր է։ Իմ կողմից կարող եմ մի անհամեստ խոստովանում անել։
տարին կամ 2 տարին մեկ ես խոստովանում եմ, որ Հայաստանի պատմության հետ կապված շատ գեղեցիկ ֆիլմեր ենք ներկայացնելու հայ հանդիսատեսին։ Հրաշալի է։ Այ դա ոչ միայն իրականության հետ կապ չուներ, որ դուք ասում եք անհամեստ, այլ ընդհակառակը ոգևորիչ էր եւ շատ կարեւոր մեր նախ կինոաշխարհի համար, հետո շատ ու շատ արվեստագետների, ովքեր որ հիանալի պրոֆեսիոնալիզմով այս լրացնում են մեր շարքերը։ Շնորհակալություն, պարոն Սարհատյան։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալ ենք ձեզ, լավ օր ենք մաղթում։ Շնորհակալություն, հաջողված։ Որպեսզի երկրորդ տապակն էլ հավատարիմ հեռուստադիտողներին ցույց տամ, սիրտը հենց այնպես չէ, քանի որ Տեարան Թարաշն է արչևում պատրաստել է, դուք էլ խնդրում եմ շերտավոր խմոր շոկոլադե մածուկ, այս կողմում բանան, որի վրա շոկոլադը անցկացրել եմ, շատ համեղ է ստացվել, հավատացնում եմ երեխաների ամենասիրելի տարբերակը կդառնա, ձեզ մնում է պատրաստել, վայելել, ինձ մնում է ասել, որ ձեզ շատ սիրում ենք, շնորհակալ ենք, շատ համեղ է։ Մենք գնացինք սուրճի հետ վայելելու, հաջողություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Սաթ, դու գնա մենք շուտով կմիանանք քեզ, ասա Սաթը ինչ քաղցրեղեն է պատրաստել, կարծես հրուշակեղենի խանութի պատրաստի խորտիկն է։ Մեծ հրուշակագործ է նա։ Մեծ, այո։ Շնորհակալ ենք սիրելի հեռուստադիտողներ, որ օրը սկսեցիք մեզ հետ։ Կարծում ենք, որ դրական մեկնարկը ապահովել ենք, իսկապես ոչ միայն դրական, այլ նաև ինֆորմատիվ, լի կրթական, ուսուցողական, մշակութային թեմաներով։ Մնացեք մեզ հետ յուրաքանչյուր աշխատանքային օր, խոստանում ենք ձեզ ապահովել հրաշալի առավոտներ, այո, ինչպես Անահիտը նշեց, արդյունավետ։ Կհանդիպենք։ Սիրում ենք ձեզ, հաջողություն։